Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, բարի երեկո, սիրելի առարչացան հաղորդաշարը, ուրեմն հավատարիմ մնալով մենք մեր կարգախոսին ոչ նախկին, ոչ ներկա, միայն առարիչ։ Սկսում ենք դեղորական աղոթքով, այսօրվա հայտակիրում մենք խոսում ենք ժողովրդավարության գործանիչ հետևանքների մասին։ Գիտեք, Նյու Յորքի որպես քաղաքապետ ընտրվեցավ մուսուլման Զահրա Մամդանը։ Նույնպես խոսում եմ, ես կերակի եղել եմ Թալին Սուրբ Աստվածած եկեղեցում, ցես բացատրեմ, թե ինչու եմ եղել եւ ինչն է բադակ կդաբտի ավակ արակյալի բերկայությունը այդ աղոթքին։ Երրորդ խոսում ենք որոշ խլորդումների մասին, որ տեղի ունեցել վերջերս ԿԲ կուսակցության ներսում։ Հիմա կսկսենք դրոնական աղոթքով։ Անհոր Որդվե ոգին Սրբո ամեն, հայր մեր որգին Սուրբ եղեցի անունքո, եկեցի արկայությունքո, եկեցի կամքո, որպես սերկին սևերգի, ըսած մեր անաբազոր դուր մեզ այսօր, թող մեզ բարդիս մեր, որպես և մեկ տոնք մերոց բարդավանած, և մի դանիր դեզը մեզ բեզ պորտություն, այլ բրգամեզ իչար են, զիկոյ է, արկայություն և զորություն, և բարք և հավիդյանս հավիդենից, ամեն։ Սիրենս ուրեմն մենք հավատարիմ մեր շարժման ազգային պեկում առարչացան, ազգային պեկում առարչական շարժման կարգախոսին, ոչ նախկին, ոչ ներկա, միայն առարիչ։ Ուրեմն գիրագոր եղել եմ ես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու, ներկա եմ գտնվել Սուրբ Պատարագին իմ ներկայության ուրեմն տրտապաճառը սիրելիներս դա է եղել, որ Տերը ինձ Աստված ասել է, որ կաթողիկոսը պետք է որ փոխվի։ Կաթողիկոսը պետք է փոխվի, որովհետև կաթողիկոսը նախ չի ընտրվել, առաջին, ինչպես գիտենք, Աստված շատ լավ գիտե, որ ինքը չի ընտրվել, ապօրինի ընտրությամբ ենք առաջ եկել, երկրորդ, որովհետև ինքը սրբաբիղծ է, երրորդ, եւ ամենասարսափելին, ինքը մերժել է Աստուծո ուղարկած առաքյալը Հայաստան եւ նրա հետ մերժելով առարչական հայաստանյան օրակարգը։ Այս պատճառներով Գդրիչ Ներսիսյանը դուրս պետք է գա Սուպատոր Էջմիածնից։ Եվ ինչպես հիմա ԿԲ կուսակցությունը այսօր հայտարարեց, մինչև ամանոր Գդրիչ Ներսիսյանի հարցերը պետք է լուծվեն։ Պետք է լուծվեն, այսինքն Գդրիչ Ներսիսյանի դեմ գա այսօր 6 քրեական վարույթ ընդունված գործեր, նշանակում է Գդրիչ Ներսիսյանը պիտի ցերպակալված դուրս գա Սուրբատոր Էջմիածնից։ Ցավոք դեր մարդիկ չեն հասկացել իմ ներկայությունը, իմ ներկայությունը չի նշանակում, որ ես տարել եմ նիկոլական, ես պարզապես աջակցում եմ բարոն վարչապետի, որտեղ միակ մարդն է Հայաստան, որին կարողանում է մեզի կոնե այդ սրբաբիղձը դուրս բերել եւ կաթողիկոս փոխել։ Մենք մեր ուժերով չենք կարողացել այսօր։ Ուրեմն Աստված ինչ անում, օգտագործում է Նիկոլ Փաշինյան վարչապետին, որպես գործիք, որպեսի իր կամքը կատարվի եւ ինքը դուրս գա Սուրբատոր Էջմիածնից։ Իմ հայտարարությունները ուղիղ եթերով շատ մեծ ցնցում առաջացրին, այնուհետև ես խորքայի խփեցի մեր առաքելական հիմքի եկեցվո հիմքերին, անդրադառնալով 325-ի
Նիկիո ժողովը, որի մեջ կայսրը նախընտրեց լայթ թեթև քրիստոնեությունը, տաքսելով այդ բոլոր քիրքերը, որոնք պիստիկ ծանր քրիստոնեություն են, որոնք միանձնական կապի մասին են խոսում քրիստոնյայի եւ Աստծո միջև եւ ինչպես թե պետք է քրիստոնյան ապաշխարել ու հետո ունենա սուրբ հոգու մգրտություն եւ ինքը լսե արարչի ցայնը եւ միանձնական կապի մեջ մտնե Աստծո հետ։ Կայսրը Գոստամին կայսրի դուրը չեկավ եւ 15 կերպ դուրս շպրտեց Աստվածաշունչից։ Մեր սուրբ Աստվածաշունչի կերկերի տիվը եղել է 81 սիրելիներս, մինչև այսօր Եթովպիան միակ եկեղեցին, որը մերժեց կալ ներկա գտնվել 325 դիեզերական ճակերտված դիեզերական ժողովի, ես կասեի բիդասեի հռոմեական կամ կայսերական ժողովի, որովհետև այդ ժողովի անպայման նպատակը ոչ Քրիստոս Աստվածացնելն էր, տեսեք որ Աստվածաբանական բաժին, բայց իրեն փուն նպատակը հետապնդում էր քաղաքական, զուտ քաղաքական նպատակներ, որն էր միացնել քրիստոնյա աշխարհը եկեղեցու միջոցով Հռոմի կայսրի տրոշի ներքո։ Բայց քրիստոնյաները այս տրոշի ներքո է, որ միան իսկական քրիստոնյաները պիտի հավաքվեն, սույն տրոշի ներքո սիրեներս ֆրանսոս խոսքեր չեն, իսկական քրիստոնյա ասկեր հավաքվեն այս տրոշի, արարչի տրոշի, որ դված է հայ ասկին, հայ ժողովրդին, այս կիսաստղա, հաղթական կիսաստղը, որը պիտի բարձրացվի սկսյալ կալդարուց, և ես իմ էջիսվրա բիասյոս սուրպի, հույն սուրպի և իր հինք բայտի սուրպ մարկարեների մարկարետյունը միջացրը, որ մենք ասում է 2026-ին հոգևոր առաջնորդակալու և նոր, իր հետ բերոր նոր հոգևորականություն։ Սերնես մենք կապված չենք արարչական քրիստոնեություն այսօր կապված չէ ոչ ավետարանական շարժման հետ, ոչ ալ հայ արագելական պղձված եկեղեցու հետ, որովհետև դրա հիմքերը այդքան փտած են, որ տեսանք վերջերս ինչ տեղի ունեցավ, այսօր մենք վերադառնալու ենք ասկովիտ ապաշխարությամբ վերադառնալու ենք Քրիստոսի կորց արաքելոց սուրբ եկեղեցում, որի հիմքերը դրեցին Քրիստոս, մեր Տերը եւ Փրկիչը Հիսուս Քրիստոս, տակավորից եւ դերդերած իր առաքյալների հետ, որոնց տիվը 72 էին, ոմանք ասում են 70, արչի, կարևորը Քրիստոս ունեցել 70 առաքյալ, ոչ թե աշակերտ, այո, տղերեք աշակերտել են, բայց տարել են առաքյալներ։ Այդ 70 առաքյալներից մեկ ամենարաջ հասել է Եթեսիա, հետո հասել են 12 առաքյալները հետևից Տատյոս եւ Պարտողոմեոս։ Ուրեմն երկու Տատյոս ունեցել ենք, որ հասել են Հայաստան, մենք բախտավոր միակացնենք, որ 3 առաքյալ ունեցել ենք եւ այսօր այս խայդապղեք հոգեվոր դաբալված կյանքով ենք այսօր ընտանում, դարամին խաղացնում ենք Դրիշ Ներսիսյան, խաղացնում ենք Բեն Լադեն, խաղացնում ենք, չգիտեմ, մարերարներ, որոնք պատրաստ են $30 միլիոն փող ստան, միայն թե որ իրենց նկար հայտնվին վեհարանում մեր դիրոջը Փրկիչ տակավորած Քրիստոսի նկարի պատկերի կողքին։ Սա է այսօր մեր հիվանդ իրականությունը, քաղցիկեղային իրականությունը այսօր, որի մեջ մենք պետք է դուրս գանք։ Դրա համար Պողոս Արաքյալը այդ օր հայտնվել էր, ոչ թե ինքը կողմնակից է պարոն Փաշինյանի քաղաքական ծրագրին, այլ կողմնակից է պարոն Փաշինյանի հոգևոր եկեղեցական նախաձեռնությամբ։ Ես լինելով ժողովրդյան բլոկադայի տակ ֆինանսապես թե Հայաստան Հանրապետության կողմից, ինչպես գիտեք, եւ Սերժ Սարգսյանի բնակարարած տալանված փողերը իմն էին, որոնք Սերժ Սարգսյանը ուղղակի հափշտակել էր իր եղբորի հետ այսպիսի բանկից 2010 թվականին։ Ուրեմն նույնպես Ֆրանսիայի Հանրապետությունը այսօր 5 միլիոն եվրո բլոկադայի տակ դրել է իմ ֆինանսները։ Ես շնորհիվ ֆինանսական հնարավորություններ պարոն Փաշինյանը Աստված իր սրտին դրավ
որբեսի դրեց որբեսի ինք այդ քայլը առնի եւ նախացերնի գդիշ ներսեսյանին ցերպակալված եւ դուրս կա պիտի կա գդիշ ներսյանը եւ գդիշ ներսյանը ամանոր մի դանսկասնի պերտուկ ժողովրդան սրանք սոսկ խոսքեր կամ ցանկություններ չան դրանք իրականություն են որ տեղի պիտի ունենան ես ասmasով կոնե շնորհակալություն գայտեմ բարոն վարշաբեդ Նիկոլ Փաշինյանի եւ ԿԲ կուսակցության որոնք հետամուտ են այդ նպատակի համար ես դրա համար այդտեղ էի ժողովրդյան որովհետեւ դերը հրամայել է դերը ասել է որ պետք է կաթողիկոսը փոխվի ուրեմն մենք չխարդենք այդտեղ մենք եթե գանք իսկապես քրիստոնյաներ ենք իսկական քրիստոնյաներ ենք եթե ասում են մենք ոմանք ասում են գիտեք դարիներ խոսել են ավետարանչական եկեղեցիները հայ արագելական եկեղեցի ֆոտեն արտահայտվել են բայց այսօր ես չեմ տեսնում որոնք ներկա են իմ ցանկությունն է որ եկող Իրագի վաչեմիսորը խաչիկյուղում լինեն շատ քրիստոնյաներ որոնք հավատում են որ այսօր մեր եկեղեցին սուրբ արաքելական մեր արաքելական սուրբ եկեղեցին տապալված է հանցինս սրբապիղծ գդիշ ներսիսյանին երերխոնդային բլադենների Պակրատ Լրբազան չգիտեմ Աջաբայան եւ այլն Մգրդիչ Սրբազան եւ այլն Արաքյալը անում է երկրորդ սիրեներս Բայց չէ դու լինես կպայական որովհետեւ լինես այս շարժման հետ Այս մոդև հայ արագելական եկեղեցին պատկանում է իրականչուր հայու նույնիսկ այդ ավետարանչական դրոսով տեսնում ենք դրանք եղել են բոլոր հայ արագելական եկեղեցու զավակներ եւ քանի գդիշ ներսյանը դաբալել է Սույն եկեղեցին դաբալել հոգևոր կյանքը ունեցանք ինչ ունեցանք Այսօր ես Միացյալ Նահանգների մի հատ հովիվի հետ խոսում էի կարոզիչիմը որ ասում է ռենկարնացիան թեմը ավետարանչական եկեղեցու կապարի ասելից հարկելիս բայց դուք գիտեք որ Լյութերը եղել է կաթոլիկ վարդապետ է եղել եւ իր հետ բերել այդ կապարը ավետարանչական եկեղեցին գլխավոր հիմնադրույթի չի եկա ռենկարնացիայի թեմա հիմնադրույթն է ապաշխարություն կարոզել Եվ ավետարանչել հոգևոր արտնություն առաջացնել տվյալ երկրի կամ աշխարհակրականի մեջ սա է նպատակը դա արտնված է փուն արաքելական Քրիստոսի գործ կարակելոց եկեղեցուց նոր իրենք հեզանի չեն ստեղծել մենք մոռանում ենք որ Քրիստոս ինքը ռենկարնացված է ինքը արարիչի օգնականն է եղել չէ Սամոս 100 ամբողջ մեկում գործավարն էր Քրիստոսի ուրեմն Քրիստոս Աստուծո գործավարն էր հարկելիներս Աստծո օգնականն էր եւ ուներ այլանում ինքը ուներ այլանում բայց եւ որ մենք չենք դրա աստվածապանության զայրից ծայր չենք կարող մենք անվանել մենք մեզ աստվածապաններ չենք կարող մենք ուրեմն այսօր դասեր տալ արաքյալիմը եւ այդ մարդուն ես բացատրեցի որ մենք Հոս Հայաստանում բարդավոր չենք լինենք ավետարանչական լինենք բարդավոր չենք դուք Ամերիկայում եք ապրում բարդավոր չենք հարմարվել ամերիկյան մենտալիտետին մենք որտեղ արարչի թորներն են արարչի զավակներն են այստեղ Հայաստանում այստեղ Հայաստանը արարչի երկիրն է որ դված է մեզի Աստված իր հատուկ սերը դված է իր իգտությունը դված է իր կենոֆոնդը եւ կարևոր եւ նաեւ դվեր է իր լեզուն, իր խոսակցական լեզուն։ Մենք խոսում ենք արարչի լեզուն ժողովրդյան։ Մենք բարդավոր չենք, որ երկրի հավատքի մոդելներ ամբողջությամբ առնել։ Այո, ես կողմ եմ իմ հայտարարության մեջ ասեցի Գերագի օրը Թալինում հերոստատուզերի առաջ, որ պետք է վերադառնալ հայ արաքելական եկեղեցին հիմքում ապաշխարության դոկտրինը խորհուրդը պետք է վերադառնա այդ խորհուրդը գա այո սև սպիտակի վրա գա հայ արաքելական մեջ բայց դուք տեսել եք իսկապես մարդիկ կարոզ են ապաշխարության մասին մարդկանց ապաշխարեցնեն
Տուրան են ավիդարան չեն։ Շուգաներում փողոցներում դռնը դուր բդեն եւ քարոզեն ապաշխարություն։ Ապաշխարեցեք վասնզի դրոջ կալը մոտ է։ Ես անձամբ չեմ լսել այրագելանգից հոգեվորականները դեպի իմ ցանկությունն է որ ռեֆորմ տեղի ունենա եւ հայ այրագելական եկեցին վերադառնա իր նախնին իր գործ արակելոց արակելական եկեցու արմատներին։ Դա իմ ցանկությունն է։ Բայց այդպես լինելու է հաջորդ օրերը կապացություն հատմեք։ Ամեն բարակայի ես ունեմ ծրագիր արարչական նոկտի եկեղեցի, որը պլանը ծրագիր ներկայացված է բարոն այսօր Փաշինյանի ուսումնասիրության, որ եկեղեցին մեգա եկեղեցին 10,000 հոկանոց եկեղեցին պիտի այսօր բարձրանա Երևանի կենտրոնում եւ այդ եկեղեցին պիտի ողջ բոլորի pedagogan բյուջեով պետության եւ բոլոր հայ ժողովրդի առաջ բաց պիտի լինի դռները բոլոր Երևանի հասկապնակցության նույնիսկ մարզերի ցեղազների համար բաց պիտի լինեն գիշեր ցերեկ այդ եկեղեցին 7-7-ի վրա 24-24-ի վրա պիտի կորզի շաբաթ օրվանից պիտի սկսեն իրականորեն բادرակները գիսագի կեսօրը վերջվանից մինչև երեկո նույնպես կերակի օրը 9-ին 11-ին ժամ 1-ին 3-ին մինչև ժամը 6 վերջին Başlamıkla լինելու այդ եկեղեցու մեջ եւ այդ եկեղեցին ծառայել է շուրջ 100,000 ասկապնակցության։ Ավասիկ առաջական ուխտի որովհետեւ մենք հիշենք մեր ուխտը նորոգված ուխտը որը ասված դվեց ինձ 18 հուլիս 2009 դուբարաշենի պերտում այդ ուխտով վերանորոգվեցավ հայկյան ուխտը որը դապալված էր որովհետեւ մենք կրակաբաշխության մեջ էինք մտել 1100 տարիներ արկելիներս եւ Դրանից հետո մենք մտանք ցավոք հռոմեական քրիստոնեության մեջը հռոմեական թեթև լայթ քրիստոնեության մեջը եւ այսօր այդ քրիստոնեությունը որոշ չափով մեզ հասավ խարիզմատ ապետարանչական եկեղեցու մեջ բայց ես բնականաբար պարկատերլա կորձում եմ այդ կարարչական քրիստոնեական հավատքը մինչև ձար մինչև կակատ հասնելու եւ տալու եմ ցեզ արարչական ուխտի եկեղեցու միջոցով։ Սա է լավլուրը, ուրեմն մենք ապակայում անալու ենք արարչական ուխտի արաքելական եկեղեցի։ Արաքելական եկեղեցի անպայման մենք նույն ծեսակատարությունները չենք անելու, դա անալու որոշակի խարիզմատական ոճի մի քիչ մեջ է լինելու մարգարետություն, Սուրբ Հոգու հեղում Եվ այդ մարդը զգում է, որ Սուրբ Հոգին այսօր հեղվում է եկեղեցու մեջ։ Սուրբ Հոգին կորձում է եկեղեցու մեջ։ Որտեղ արաքելական եկեղեցու մեջ եղել է մարգարեություն։ Եղել է Սուրբ Հոգու հեղում։ Եղել են հրաշքներ։ Մարդիկ եղում մարգարեությունները նստանում են այն եղբոր կամ քրոջ համար, որպեսզի եկեղեցու մեջ Զարաներ փարսացնի Աստված։ Ինչ որ խարիզմատ, իսկական խարիզմատ Եվրոպայի եկեղեցու մեջ դա տեսնում ենք։ Եկեղեցու մարգարեներ կլինեն, նույնիսկ ավերկաչու եկեղեցու մի քանի մարգարեներ լինեն եւ խոսք են ստանում օրակլ ազոպերաննա խոսում, ոտքի ելնում ամա, բոլորը լրոնում են եւ լսում են Աստված խոսում է դեպիալ մարգարեի երդասարդ նույնիսկ եփեմ երդասարդներ են ելնում, տղամարդու կամ գնդա միջոցով։ Այ ժողովուրդ Պրիմիտիվ եկեղեցու մեջ գիներ ունեցել են leadership առաջնորդելու իրավունք ունեցել են, որտեղ Աստծո համար գոյություն ունի արու կամ էկ, գոյություն ունի հոգի, եւ գինեք գանակ նույնպես առաջնորդելու իրավունք ունեն դառնալու եպիսկոպներ, Թեոդորա եպիսկոպոսուին գար, ինչպես անցած վիդեոյի մեջ անդրադարձա, եւ առաքյալներ գային, մակտակենացի, Մարիա Մակտակենացինիկը առաքյալներ Եվ ամենամիստիկ գիրքն է, որ հերացրվել է Կոստանտինոս Կաստիկոմեն։ Եվ մենք ալ մեր եկեղեցին ստորագրել ենք Կոստանտինոս Կաստի այդ հրանկահավորված քրիստոնեությունը։ Կոստանտին Կաստի ոդերի դակ ստորագրել ենք այդ բոլորը։ Բայց մենք այսօր վերթանալու ենք ժողովրդյան հին պրիմիտիվ Գործ կարակելոց եկեղեցու հիմքերին։
նմանվում է այո ներքիչ խարիզմատական եկեղեցու օրվա Եվրոպայի խարիզմատները, որովհետև միշտ ասել եմ, այստեղ չկան լիարժեք խարիզմատ եկեղեցի, կա գիսակ խարիզմատ եկեղեցիներ, ցավոք սա է բարական Հայաստանում, բայց ես ցեզի խոստանում եմ, տալիս կական գործ կարակելոց հայոց ուխտի, հայոց արարչախտի եկեղեցի։ Սա իմ խոստումն է, որ պիտի իրականանա, որովհետև ոչ թե որովհետև ես եմ ուզում, ոչ, կավլից ես ով եմ, որ կուզենամ, որովհետև արարիչը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքն է ուզել եւ ինքն է հրամայել։ Եվ այսօր հրամայում է մեր կառավարության հատկացնել հող եւ ֆինանսներ, որովհետեւ այդ եկեղեցին կառուցվի։ Եվ քաղաքի կենտրոնում, Երևանի կենտրոնում։ Եվ լինելու են շուրջ այգիներ, լինելու են մեջը բնականաբար կաֆետերիա, որ մարդիկ կարողանան այդտեղ հաց ուտեն, հանգստանան, իրար քրիստոնյաներ իրար հետ շփվեն, եւ լինելու մեջը տալիչներ, բայց 10,000 տալիչը, որ լինելու Հայաստանի Հանրապետության ամենամեծ կամ կարծում եմ ողջ հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ եկեղեցին է լինելու։ Սա է այսօրը բարի լուրը։ Կան այսօր երկրորդ լուրը, որ կան խլորդումներ այսօր ԿԲ-ում, Ալեն Սիմոնյանը այսօր պարոն Փաշինյանը, որտեղ երբ եկավ ժողովի ու պետբյուջե քննարկելու համար, նկատեց, որ լավ մասը բացակայ են եւ կվորում որ չեղավ, չայնասա պարոն Փաշինյանը եւ ինչ որ առնչվել է պարոն Ալեն Սիմոնյանի հետ, հավանաբար մոտաբակային փոխվի ազգային ժողովի նախագահ։ Ազգային ժողովի նախագահ չի, որտեղ չընդունեցիր սխալը, ասես դա Հայկ Կոնչորյանն է խմբակցության ղեկավարը եւ Արթուր Հովհաննիսյանն է պատասխանատուն, որտեղ քարտուղարն է ինքը խմբակցության, իրենք սրանց երկուսն են եւ հետապար ես երկուսն եմ, որ պետք է պատժվեն, ոչ թե ես, դրա համար ինչ որ ավելի բզայրուտ առաջացրեց պարոն Փաշինյանին եւ նույնպես այսօր խոսվում է ԿԳՄՍ նախարարի փոփոխության մասին, խոսվում է Արկպի Սարգսյանի ներքին գործերի նախարարի փոփոխության մասին։ Ինչպես տեսնում եք, կան խլրդումներ այսօր ԿԲ-ում, տարբեր հոսանքներ առաջացել են, կան արդեն հոսանքները, բայց հոսանքների դեմ հույսով ենք ամեն ինչ լավ կավարտվի, Աստված իմաստություն կտա մեր վարչապետին, որի վերջի հասկնա, որ ժամն է մայիս հունիսին իշխանություն հանձնել Բողոս Առաքյալին, այսինքն արարչին։ Աստված իմաստություն դա, սխալներ չկործի, իսկապես ուրախ տոննայով լավ նոտայով ավարտի իր վարչապետական մանդատը։ Ես հույսով եմ, Աստված իրեն հարմար բանին խոսի եւ իրեն իմաստության քայլի կամաղի։ Իրոք ես չեմ ցական ժողովրդը, որ մեկը վատ բան իրան պատահի Աստծո անհնազանդությունը, որտեվ Աստծո զայրույթը շատ դժվար բան է, սարսափելի բան է, եւ սարսափելի բան անգնել կենտանի Աստծո ցերկը։ Դրա համար ես միշտ ասել եմ, եւ ել ասեմ, շատ ավելի հեշտ է, ասեք, մարդին կգնի ոստիկանության մահագի տակ եւ չգնի Աստծո ոսկե մահագի հարվածների տակ։ Այստեղ խոսում եմ մի քիչ ժողովրդյան անդրադառնում ժողովրդական եւ ժողովրդական գործանիչ հետևանքների մասին։ Ժողովրդավարությունը ինքն է, որ մեջտեղ է բերելու ները եւ ների կայսրությունը։ Դա շատ բացահայտ նշանները կան եւ դրա վառ ապացույցներից մեկն է, որ վերջերս մուսուլման Զահրան Մամդանը դարձավ Նյու Յորք քաղաքի Ամերիկյան Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի Նյու Յորք քաղաքի քաղաքապետը։
Ինքը եւ 48 մուսուլմաններ պատասխանատվությունը ստացնեցին դարբեր բնակավայրերում եւ այս շարժումը առաջինը չէ եւ այսպես շարունակ Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում մուսուլմաններ ստանցնում են միջայլոց մուսուլմանցալիս ամենացածր կատեգորիան որ այսօր պաշտոններ ստանցնում արևմուտքում օրինակ Զարա Մամդան եւ իր ընկերները 30 ընկերները դրանք կողմն են բառնավաճառության կողմն են միասեռականության եւ կողմն են տրանսգենդերության եւ բնականաբար իրենք կտակոդալ նաեւ կողմ են իսլամիստ շարժումներին ոչ բացահայտվող բնականաբար այդ բոլորը ամեն ինչ իր ժամանակին իհայտ կգա Ես իմ մեր հրճակագրի մեջ, շարժման հրճակագրի մեջ ասեցի ժողովրդավարությունը ամենավատ կամ վատակույն պետական համագարկն է։ Իսկ ամենալավակույնը դա աստվածավարությունն է։ Դա վասիկ փաստը, որ ժողովրդավարությունը ճանապարհ է բացում Անտիքրիստոս եւ Անտիքրիստոսը այս մտնոլորտի մեջ կորսված, մոլորյալներ, այսինքն մարդկանց ես նկարները տեսա, ուղղակի նայում ես մոլորյալ մարդիկ են, մոլորյալ ոչխարներ, սրանք իրենք պատասխանատվություն են ստանձնելու Միացյալ Նահանգների կարևոր պոստերում պաշտոնավորելու եւ Սատանան իր գործը սիրելիներս անում է բնականաբար եւ պիտի պատրաստի անշուշտ մոլորյալների վրա հենվելով մոլորյալ մուսուլմանների մոլորյալ հրեաների եւ այ մոլորյալ քրիստոնյաների վրա կամ քրիստոնյա պետությունների վրա հենվելով պիտի կառուցի իր Դաշնակցային ուժը իր կայսրությունը։ Ինքը հենվելու է ժողովրդավարության վրա եւ հանգարց ինքը դառնալու է բռնապետ, ամենասոսկալի, ամենասարսափելի աշխարհը նման չտեսած բռնապետություն է հայ դրսևորելու ները։ Այսօր ժողովրդավարությունը, եթե բարիք մներ, համեմատաբար բռնատիրության, բայց շուտով դառնալու աշխարհի ամենաչարակույն համագարկը հող պատրաստելու համար Անտիքրիստոսին եւ սուտ մարգարեին։ Սրանք երկուսը, որտեղ պիտի կան եւ մոլորեսնեն Երգիրը եւ մոլորեսնեն պետությունները եւ ովքեր որ պիտի չի լինեն Արարչական Հայաստանի հետ պիտի լինեն ների հետ։ Սա իմ դված արդեն մարգարեությունն սիրելիներս։ Այսօրվա համար այսքան սիրելիներս ես դարձյալ լինելու եմ Գիրագիոր Խաչիկյուղում աղոթելու եմ ցես համար Աստված ձեզ օրհնի բայ պահպանի բայց իմացեք որ մենք գարիք ունենք դերը գարիք ունի Արարչական Հայաստանի համար աշխատող Արարչական Հայաստանի համար քարոզող իր զավակներին եւ իր բոլոր զավակներին դրա համար մենք կոչ ենք անում բոլորը միանան մեր շարժման որպեսզի սրբազան օրնյալ օրնված կորձը որպես Աստծո օրակարգը իկադրածենք Հայաստան աշխարհում Աստված ձեզ պահպանի եւ Աստված ձեզ օրհնի առատորեն Գնացեք խաղաղությամբ սիրուն եմ ձեզ Քրիստոսի անուն սիրով